Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնեց, որ այլևս հայհոյանքին հայհոյանքով, իսկ վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանելու, բայց միևնույն ժամանակ կոչ է արել, որ դա որպես թուլություն չընկալել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան սրտիկների եւ սիրո խոստովանության փոխարեն հանրությանը ներկայացրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ԿՊ վարչության որոշմամբ ընդունված կուսակցության էթիկայի կանոնագիրքը։ Փաշինյանը գրել էր. «Էթիկայի կանոնագրքում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարկության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։ Իսկ ինչ կետեր կան ԿՊ կանոնագրքում։ ԿՊ վարչությունը Հովիկ Աղազարյանի փորձով դասեր քաղած կանոնագրքում ընդգրկել է կարգապահության հստակ երկու սահմանում։ Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել կուսակցության ներքին կարգապահությունը, հարգել եւ կատարել կուսակցության մարմինների ընդունած որոշումները, ինչպես նաև հանդես չգալ կուսակցության անունից առանց համապատասխան կուսակցական մարմնի լիազորության։ Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել ներկուսակցական քննարկումների եւ կուսակցական մարմինների ներքին հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության գաղտնիությունը։ Կանոնագրքում 11 կետ կա։ Նշվում է, որ կուսակցության անդամները պարտավոր են գործել անձնիվ եւ թափանցիկ, բարեխիղճ կատարել իրենց պարտավորությունները, ստորադասել անձնական շահը հանրային շահին, խուսափել հովանավորչությունից։ ԿՊ-ականները նաեւ պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը մերժելով ցանկացած տեսակի խտրականություն, հարգալից վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց նկատմամբ, այդ թվում քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում մերժել ատելության խոսքը, ոտնձգությունը։ Նրանք նաև պետք է առօրյա կյանքում ներառյալ սոցիալական մեդիայում ցուցաբերեն պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանեն հանդուրժողականությունը։ Կանոնագրքում կա նաև օրենքի գերակայություն վերնագրով մի կետ, որով նշվում է, որ ԿՊ-ականները պարտավոր են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ գործող օրենսդրությամբ ղեկավարվել, ինչպես նաև մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումն ու օրենքի ցանկացած խախտում։ Կուսակցականների կողմից հանցագործության կատարման դեպքում էլ ԿՊ-ն անմիջապես պետք է արձագանքի համապատասխան նյութերը փոխանցելով իրավապահներին եւ իհարկե կանոնագրքում տեղ է գտել նաև կրթություն բաժինը, որտեղ նշվում է, որ էթիկան նախ եւ առաջ կրթական եւ քաղաքակրթական հասկացություն է։ Համաձայն կանոնագրքի վերահսկող հանձնաժողովը կարող է ինքնուրույն նախաձեռնել վարույթ կանոնագրքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։